Վաղ թե ուշ ձեր իշխանության վերջը գալու է։ Քադաֆին ուր է։ Սադամ Հուսեյնը ուր է։ Չաուշեսկոյի հետ ինչ տեղի ունեցավ։ Կարամ տասնյակներով բռնապետերի եւ տիրանների մասին բերել օրինակներ։ Գոնե այդ մասին դուք մտածել եք։ Ուզում եք ասեք 26 թվականին վերընտրվեցիք 4-րդ իշխանության կարգախոսով վստահեցնում ես հրանցնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Լավ 31 թվականին հերթական ընտրություններին եթե Հայաստանից ինչ-որ մի բան մնացել է, հայտարարել եք 5-րդ հանրապետության մասին եւ հերթական մոռացություն եք տալու հերթական 5 տարվա ձեր կառավարման արդյունքում բերածար հավիկները, որը չի բացառում Սյունիքի կորուստով է լինելու։ Եվ գնալու ենք 6-րդ հանրապետության մասին, 7-րդ հանրապետության մասին, դա ինչ զառանցանքի մասին է խոսքը գնում։ Չկա այդպիսի հասկացություն։ Եթե դուք խոսում եք 4-րդ հանրապետության մասին եւ մատնանշում եք դուք եւ ձեր խմբակը Ֆրանսիայի 5 հանրապետությունների մասին, պարոն Փաշինյան, առաջինից մինչև 5-րդ հանրապետություն Ֆրանսիայում տեղի են ունեցել հեղափոխություններ։ Ֆրանսիան մասնակցել է 2 համաշխարհային պատերազմներ որպես ինքնիշխան պետություն։ Եվ այդ դարերի թևափոխումների արդյունքում Հայաստանի Ֆրանսիայի Հանրապետությունը 5-րդ հանրապետությունը հռչակե 1900 եթե չեմ սխալվում 58 թվականին 5-րդ հանրապետություն թե 54 թվականին Ժակ դե Գոլի կողմից եւ յուրաքանչյուր հանրապետություն որ թևափոխել է Ֆրանսիան չի դադարել իր պատմության մասին խոսել եւ գրել եւ արդի պահել պատմության էջերում նա չի դադարել եւ հերթական հեղափոխություն հերթական հանրապետության թևափոխումը նոր իշխանությունն է հայտարարել այսինքն 4-րդ հանրապետություն եթե դրա կարիքը անգամ օբյեկտիվորեն լինի մոռացության տանք ոչ թե ձեր պատկերացումով 34 տարի, որտեղ 26 թվականին սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշելու է իր 35-րդ տարեդարձը ինքնիշխանության, եթե մինչ այդ մենք ինքնիշխանություն կունենանք։ Ոչ թե մոռացության պետք է տա 4-րդ հանրապետություն հռչակողը 34 տարի, ոչ այդ ձեր 8 կառավարման տարիները, բայց չմոռանալով Արցախը եւ բոլոր արհավիտները, բայց պետք է մոռացության չտալ ոչ թե ձեր կառավարման 8 տարիները, այլ հակառակը քաղաքական գնահատական պետք է տալ։